Բաքվի դատավարությունը դատախազը պահանջել է ՑՄ ազատազրկման դատապարտել Ռուբեն Վարդանյանին։ Ձեզ հասկանալի, ինչու է այս վարկագիծը հենց Ռուբեն Վարդանյանի նկատմամբ։ Ну, դերևս շատ ընկալելի է, որովհետև Ռուբեն Վարդանյանը բավականին ազդեցիկ հայերից մեկն էր, ով հայտնվել էր Արցախում եւ փորձում էր խոսել Արցախի խնդիրների մասին, վերջին շրջանը։ Դե այնպես չի, որ պարոն Վարդանյանը մինչև բաց կամ որևէ պաշտոն ստանձնելը Արցախի հետ փոխկապակցություն չի ունեցել, այնտեղ մասնակցություն չի ունեցել, ինչպես մեր շատ բարերարներ, իրեն ինքը եւս մասնակցություն ունեցել է եւ դա չէր կարող ներվել։ Եվ հատկապես որ պարոն Վարդանյանը ունի շատ մեծ կապեր, շատ մեծ հնարավորություններ տարբեր երկրներում, գուցե մտավախություն ունեմ, որ կարիք կա այսպես պատժելու նրանց, ովքեր որ ամենահայտնիներն են հայերից, որպեսզի մնացածը իրենց խելոք պահեն, այսպես, հա, Արցախի հետ կապված հարցում իրենց շատ խելոք ու զուսպ փորձեն պահել։ Լավ, իսկ հետո առիթ լինելու է այս անօրինականության իրավական գնահատական տալու։ Միանշանակ, որովհետև ժամանակները փոխվում են, անգամ կար ժամանակ, երբ օրինակ շատ ոչ անգամ վաղ անցյալում նացիստական Գերմանիան իրականացնում էր իր համար ցանկացած, այսպես ցանկալի գործողությունները եւ դրանք ավելին ասեմ, դրանք ամրագրված էին օրենքներով եւ կան երկրներ կամ միավորումներ, որոնք որ սատարում ու պաշտպանում եւ համախոհ էին այդ իշխանության հետ, հետո եկավ դրա պատասխան տալու ժամանակը, դրան գնահատական, դրան քաղաքական եւ իրավական գնահատական տալու ժամանակը։ Մենք հիմա ապրում ենք մոտավորապես նույն իրավիճակում, երբ ամբողջ աշխարհը խառնվել է իրար եւ այն կառույցները, այն միավորները, որոնք թվում էր թե պիտի պատասխան ու արձագանք, համարժեք պատասխան ու արձագանք տային, հիմա այնպեսի խառնաշփոթի մեջ են, որ յուրաքանչյուրն իր տեղն է փնտրում իր կարգավիճակի համար, արևի տակ իր տեղի համար է քրիվ տալիս եւ հետեւաբար այո Հայաստանը մնացել է անտեսված, բայց սա չի կարող հավերժ տվել, սա անպայման իր լուծումը կգտնի, ես հույս ունենամ, որ մենք կհասցնենք վերադարձնել մեր գերիներին ողջ, առողջ, բոլորին յուրաքանչյուրի մասին է խոսքը, անկախ նրանից մենք համախոհ ենք իրար հետ, համախոհ չենք, սիրում ու չենք սիրում իրար։ Զարմանալի կլինի, եթե Ռուբեն Վարդանյանին ելույթի իրավունքը չտրվի։ Կա չէ այդպիսի պրոցեդուրալ, որ ինքը վերջին խոսքը ասելու իրավունք ունի։ Ну, ոնց ասեմ, կան բազմաթիվ իրավական պրոցեսներ, որոնք դատավարության ընթացքում որպես պարտադիր պայման պիտի լինի, այսինքն որպեսզի դա արդարադատություն համարվի, այնտեղ կան պարտադիր պայմաններ, մասնավորապես քո նախընտրության փաստաբան ունենալը, ինչը արդեն արգելվել է, այսինքն սա արդարադատության պրոցես չի, սա դատավարություն չի, դասական իմաստով, սա ուղղակի ինքնադատաստանի նման, հաշվահարդարի նման մի բան է, շատ եմ ցավում, որ մեր հայրենակիցները ստիպված են անցնել այդ պրոցեսով, լուծում այս պահին ցավում եմ չկա։ Նրանք ովքեր կարող էին միջամտել, ցավոք լռում են, իրենց քաղաքական նպատակարարություններից ելնելով, թե ներսում, թե դրսում։ Լավ, ինչու Բաքուն ու Երևանը ուղիղ չեն բանակցում այս մասով։ Ինչպես մյուս հարցերի մասին են խոսում, չէ՞։ Ես կարծում եմ, որ հայկական կողմը այս հարցը, եթե չասեմ փակված է համարում իր համար, ու հանուն արդարության եկեք այսպես ասեմ, այնպես չի, որ առհասարակ հայկական կողմը ոչինչ չի անում։ Կան քայլեր, որոնց մասին ես տեղեկացված եմ։ Ես էլ եմ տեղյակ, որ այդ քայլերը արվում են։ Ուղիղ Բաքուն ու Երևանը իրար հետ ինչու չեն խոսում այս մասին։ Հավանաբար այս թեման համարել են ժամանակավորապես գոնե փակված են համարել, ես կարծում եմ, որ ադրբեջանական կողմը ուղղակի պարոնալի ասել է, որ մի խոսա, անիմաստ է սրա մասին խոսալը, մինչև ես այդ դատավարությունը չավարտեմ, որովհետև այս դատավարությունը ավելի լայն պրոցեսի, ավելի խորքային պրոցեսի մի մաս է կազմելու, որովհետև ադրբեջանական կողմը հստակ հիմք է նախապատրաստում հետագայում Հայաստանի Հանրապետությանը միջազգային դատարաններում հայցերով ուղղակի հայցախեղ տանելու համար։ Դե Հայաստանն էլ իր հայցերը ունի ընդդեմ Ադրբեջանի, որը որից պատրաստ է հրաժարվել եւ ամեն օրվա ռեժիմով դրա մասին խոսում է, եւ եթե չլիներ հասարակության դիմադրությունը, ես կարծում եմ, որ շատ վաղուց այս հայցերից հրաժարվել այդ հայցերը։ Միանշանակ, որովհետեւ դա մեր ամենազորեղ խաղակարտերից մեկն է։ Մեր իշխանությունները ցավով եմ ասում, բայց իրենք շատ մեծ, այսպես վստահ քայլերով գրում են մեր բոլոր ուժեղ խաղակարտերից հրաժարվելու։ Այսինքն գերիների հարցը կապվում է նաեւ խաղաղության պայմանագիր լինել չլինելու հետ։ Ավելի շատ
ադրբեջանական կողմը իր համար նախապատրաստում է իրավական հիմք, իր կարծիքով իրավական հիմքեր, թեպետ դրանք իրավական հիմքեր համարվել չեն կարող, որտեղ անազատության մեջ գտնվող մարդը, իսկ հայը ադրբեջանական բանտում բազմապատիկ ավելի անազատության մեջ է, իր տված որևէ խոսք ցուցմունք չի կարող համարվել բավարար հիմք համարվել որևէ այլ process-ների հիմքում դրվելու համար։ Դա իսկ ինչու չի ստորագրում պայմանագիրը։ Հավանաբար կան նախաստորագրած եւ հետո տրամաբանորեն պետք է արդեն գար ստորագրելու։ Հավանաբար կան նախապայմաններ, էլի նախապայմաններ, որոնք դեռ ի կատար չեն ածվել մեր իշխանությունների կողմից, բայց կարծում եմ այն ինչ որ մենք տեսանք այսօր Էջմիածինում դա այդ նախապայմաններից մեկն էր, որովհետեւ հետեւողականորեն խոսում են ուղիղ տեքստով գուցե հրահանգ չի տրվում, չնայած առանձին դեպքերով մենք ուղիղ հրահանգներ ենք լսում Ադրբեջանից Ալիևի շուրթերից, օրինակ սահմանադրությունը փոխելու։ Բայց օրինակ եկեղեցի հարցում չկա այդպիսի իրենց պաշտոնյա կամ էքսպերտ, անկախ էքսպերտ կամ խաղաղասարակության ներկայացիչ, որոնք եկեղեցու մասին խնդիրներ չեն բարձրացնում։ Հետևաբար, ես կարծում եմ, որ կան նախապայմաններ, սահմանադրությունը 1, եկեղեցու հետ կապված հարցերը 2, ու էլի։ Եկեղեցու հետ ինչ հարց։ Եկեղեցին ինչով է խանգարում խաղաղության համաձայնագիր։ Շատ խիստ խանգարում է, որովհետև եկեղեցին լինելով հայ ժողովրդի, հավաքական հայ ժողովրդի ներկայացուցիչ կարողանում է տարբեր հարթակներում խոսել թե ցեղասպանության մասին, թե արցախցիների իրավունքների մասին, թե մշակութային արժեքների, որոնց մի մասը նաև պատկանում է հայ առաքելական եկեղեցուն, ասելա թե եկեղեցիները, որոնք այսօր հայտարարվում են ալբանական, դա հայ առաքելական Սուրբ եկեղեցու սեփականությունն է հանդիսանում։ Եվ հետևաբար, այո, հայ առաքելական եկեղեցին կառավարելի չի, ենթարկվող չի եւ հետեւաբար խնդիր առաջացնում։ Այսինքն դուք պատկերացնում եք այնպիսի հոգեվորականներ, ովքեր ասում են այո, ձեր ասածը ալբանական է։ Դե մենք ունենք եպիսկոպոսներ եւ արքեպիսկոպոսներ, որոնք պատրաստ են գնալ կանոնակարգերի խախտման, եկեղեցու կանոնակարգերի խախտման կաթողիկոսի օրինակ պաշտոնանկ անելու ճանապարհով եւ համախոհ են իշխանությունների հետ բնականաբար որ կլինեն նաև այդպիսիք ովքեր գուցե նման հայտարարություն կանեն։ Չեմ կարծում որ դա իրենց իրավունքն է, որովհետև իրենք խախտում են եկեղեցու կանոնները, դա իրավունք չի։ Իրենք կարող են հայտարարել, որ իրենք այլևս այդ եկեղեցու հոգեվորականները չեն եւ չեն կիսում իրենց տեսակետը, ստեղծում են նոր ուղղություն եւ ստեղծեն իրենց կանոնները։ Դա կլինի իրենց իրավունքը։ Դա մեր դատողություններն է արտաքինից, բայց եկեղեցու ներսում էլ կարծես խաղաղ չի այնքան, չի, երբ հայտնվում են իրար դեմ մարդիկ, հա։ Իսկ մենք այդ անհամաձայնության միջանցքում կանգնել չենք կարող, որովհետեւ շատ բաներ չգիտենք, ինչու է այդպես։ Մենք կարող ենք կանգնել Եվ հետո գումարած դրան, կողքին։ այն ինչի մա տեղի ունենում է ձեր դիտարկմամբ, դա քաղաքական process է, թե ինչպիսի։ Մենք որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդներ կարող ենք եւ կարծում եմ պարտավոր ենք կանգնել ոչ թե կաթողիկոսի կողքին, որի հետ մեղմ ասած շատ-շատերը հաշտ չեն իր մի խոսքով հաշտ չեն։ Բայց դա չի նշանակում, որ կարելի է թույլ տալ եկեղեցին պառակտել կամ եկեղեցու կանոնները խախտել այն մարդկանց կողմից, ովքեր որևէ կապ չունեն եւ այդքան էլ մեր հոգեվոր կյանքին է առնչվում, թե բայց այս ամբողջ process-ը ես գալիս եմ հենց դրան, որ այս ամբողջ process-ը վերաբերվում է ոչ թե կրոնական նախասիրություններին կամ, չգիտեմ, տարբեր սիմպաթիա ու անտիպաթիաներին, սա մաքուր դասական քաղաքական process է եւ սա պատվիրված է օրվա իշխանությունների կողմից, որովհետեւ երբ որ հանձնարարությունները հնչում են վարչապետի շուրթերից եւ երբ որ այդ process-ներին մասնակից է դառնում նաեւ ազգային անվտանգության ծառայությունը, սկսած տեղեկություններ տրամադրելուց, վերջացրած հետապնդումներով, ճնշումներով այդ process-ին մասնակից է դառնում, կներեք, սա մաքուր դասական դասագրքային քաղաքական process է։ Եկեղեցականների քաղաքական կյանք մտնելու օրինակները դասական օրինակ չեն։ Ես համաձայն չեմ, որովհետև եկեղեցին հայկական պատմության մեջ եկեղեցին մշտապես շատ մեծ դեր ա ունեցել քաղաքական process-ների մեջ առաջինը, երկրորդը մեր սահմանադրությամբ։ Process-ի մասին չէ, խոսքս արդեն այն հայտարարությունների մասին է, որոնց իրավական գնահատական է տրվել։ Մենք ապրում ենք աշխարհիկ որպես քաղաքացի չեմ ասում, բայց որ մեր հայրաքրակելական ոչ միայն հայրաքրակելական եկեղեցին, մնացած բոլոր կրոնական կազմակերպությունները եւս ունեն հնարավորություն իրենց կարծիքը արտահայտելու։ Ես օրինակ հաշտ չեմ եղել եւ հիմա էլ հաշտ չեմ կոչին հեռացնելու, կաթողիկոսի կոչին վարչապետին հեռացնելու, որովհետեւ դա հեռացնելու մի խոսքով այս process-ն, ինչպես որ օրինակ հաշտ չեմ եղել այն բոլոր կառույցների կոչերի հետ, որոնք որ
քաղաքական process-ների մասնակից լինել չեն կարող, օրինակ գլխավոր շտաբի գեներալիտետի հայտարարություններին, իրենք չեն կարող մասնակից լինել, բայց չտալ քաղաքական գնահատական այն process-ներին, որոնք նաև իրենց են վերաբերվում, որովհետև իրենք էլ են հայ ժողովրդի մի մասը։